Ողջույն իմ YouTube-յան հետևորդ, ես Սեդա Ավետիսյանն եմ, հանրային խոսքի մասնագետ, թվային հոգեբան և օգնում եմ այս երկու ոլորտների միջոցով, որպեսզի մարդիկ հաջողեն թե անձնական, թե գործնական կյանքում։ Երկու ոլորտներ, որոնք ըստիս անքակտելի են և երկու ոլորտներ, որոնք սերտորեն իրար հետ կապված են։ Եվ եթե մենք տիրապետում ենք և հաղորդակցական հմտություններին, և ծննդյան օրամիս տարեթվի վերլուծությանը, ուրեմն մենք ունենք մեր ձեռքին համալիր, կիրթ գործիքներ, որոնց միջոցով կարող ենք առաջնորդվել ողջ կյանքում, կիրառել դրանք մեր կյանքում և հաջողություններ գրանցել կյանքի ամենատարբեր բնագավառներում։ Ինչի համար են YouTube-յան հարթակում տեղադրվում իմ տեսանյութերը, որովհետև հնարավորություն կա երկար տեսանյութերի միջոցով ավելի ճիշտ հաղորդակցվել ձեզ հետ։ Ես առաջարկում եմ և ես օգնում եմ մարդկանց, որպեսզի անցնեն ծննդյան օր, ամիս, տարեթվի վերլուծությունը 5 ոլորտներում՝ անհատականության, ես-ի դրսևորման, բնավորության ուժեղ և թույլ կողմերի արտահայտման ոլորտում, տոհմում ունեցած փոխհարաբերությունների հետ կապված, որի համար պատասխանատու է ծննդյան ամիսը, և հենց մեծապես մեր կյանքում ունեցած հաջողություններն ու անհաջողությունները պայմանավորված է ծննդյան ամսով, արդյոք մենք 25-ից 35 տարեկանում անցնում ենք այս հոգևոր ծրագիրը, թե չենք անցնում։ Եվ այնուհետև գումարի մասնագիտական ուղղությունների ծրագիրն է, որը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ընտրել ճիշտ մասնագիտություն և ունենալ այնպիսի քայլերի հաջորդականություն, որոնք կատարելու դեպքում կյանքում կկարողանանք կառավարել գումարի ոլորտը և ոչ թե հարց կառաջանա, թե որտեղ է իմ անցյալ ամսվա աշխատավարձը, եթե ես որևէ կարևոր գնում չեմ կատարել, այլ ինքներս կհասկանանք, թե ինչպես ենք անցնում այս ծրագիրը և ինչ քայլեր է անհրաժեշտ անել, որպեսզի բալանսավորում մտցնենք կյանքում։ Հարաբերություններում մենք կունենանք ներդաշնակություն, եթե անցնենք հարաբերությունների ծրագիրը, որովհետև որևէ մեկը մեր կյանք հենց այնպես չի գալիս։ Այն մարդիկ, ովքեր մեր կյանքում են, ուրեմն նրանք մեր կյանքում որևէ ասելիք կամ անելիք ունեն, մեր երեխաներից սկսած, մեր ծնողներից սկսած և մեր ընկերներով վերջացրած։ Նույնիսկ պատահական անցորդները, որոնց հետ մենք գուցե կարող է 1-2 բառ փոխանակենք, նրանք ևս անելիք ունեն մեր կյանքում։ Առողջության ոլորտը կարևոր ոլորտներից է, ինչպես նախորդ 4 ոլորտները, որոնց մասին ես բարձրաձայնեցի։ Եվ ինչու է այս ոլորտը կարևոր, որովհետև ոչ միայն մենք առողջական խնդիրների առաջ ենք կանգնում ծրագիրը չանցնելով, այլ նաև իմանալով, թե ինչ է անհրաժեշտ կյանքում անել, մեր թվերի վերլուծությունից ելնելով մենք շատ ու շատ հիվանդություններ շրջանցում ենք։ Ու ես ցավ եմ ապրում բոլոր այն մարդկանց համար, ովքեր լուրջ հիվանդություններով են արդեն դիմում ինձ ու այդ դեպքում պատրաստ են անել ամեն բան, միայն թե շտկեն իրենց կյանքի որակը, միայն թե կարողանան առողջանալ։ Ու ես հիմա նորից այս հնարավորությունը օգտագործելով կոչ եմ անում բոլորին. կանգ առեք մի պահ, նայեք ձեզ, նայեք ձեր կյանքին ու ինքներդ ձեզ հարց տվեք. ամեն ինչ նորմալ է իմ կյանքում, ես հենց սա եմ երազում, հենց այս կյանքով եմ ցանկանում ապրել։ Իսկ գուցե ինչ-որ մի բան ձեզ դուր չի գալիս, գուցե ինչ-որ մի բան պակասում է ձեզ, կամ դուք գտնում եք, որ ձեր տեղում չեք։ Այս հարցերի պատասխանները ստացեք լռության ու մենության մեջ, որովհետև բոլոր հարցերի պատասխանները մարդիկ ստանում են հենց լռության մեջ։ Մի վախեցեք մենակ մնալուց, որովհետև միայնակ մնալու ժամանակ է, որ մենք առերեսվում ենք մեր խնդիրներին դեմ առ դեմ։ Մենք միայն այդ ժամանակ է, որ ինքներս մեզ հարց ենք տալիս, թե արդյոք սա մեր երազած կյանքն է, ուր եմ ես ուզում շարժվել և որն է այն հանգրվանը, որին ուզում եմ հասնել։ Ու երբ ձեզ այս հարցերը կտակ ու անկեղծորեն կպատասխանեք, նշանակում է դուք ճիշտ ուղղության վրա եք։ Առողջության ծրագիրը խիստ ակտիվանում է 30 տարեկանից հետո, և որպեսզի մինչ այդ մենք ավելի լուրջ խնդիրներ չունենանք, պարզապես այս ոլորտը ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ հիվանդությունների տեսքով է ներկայանում մեր առաջ, որպեսզի մենք զգաստանանք, որպեսզի մենք կանգ առնենք և սկսենք հավատարիմ լինել ինքներս մեզ։ Սա միստիկա չէ, սա ճշգրիտ վերլուծություն է, և բազմաթիվ մարդիկ արդեն իսկ փոխել են իրենց կյանքը թվային վերլուծության, թվային հոգեբանության միջոցով։ Մարդու ծննդյան օր, ամիս, տարեթիվը փոխել չի կարելի, ու սա հստակ ծածկագիր է, որը մարդը անհրաժեշտություն ունի անցնելու։ Մի փնտրեք ձեր խնդիրները այլտեղ։ Խնդիրը թաքնված է հենց այստեղ։ Դուք ձեր կյանքից կկորցնեք 5-ից 10 տարիներ, կտանջվեք, կտառապեք,
ցնցումներ կունենաք կյանքում, ցավոտ անկումներ կունենաք։ Ես առաջարկում եմ ամենապարզ ճանապարհը։ Եկեք միասին անցնենք այս ճանապարհը։ Ես ցույց կտամ այն ուղիները, որոնք ձեզ է ցուցված ձեր թվային վերլուծությունից ելնելով։ Իսկ դուք որոշեք, ցանկանում եք այդ ճանապարհով նավարկել, թե ոչ։ Որովհետև եթե դուք այսօր դեռևս ձեր կյանքը հետաձգում եք վաղվան, ուրեմն հավատացեք, որ առաջիկա 5, 10, 15 և 20 տարիների ընթացքում հավատացեք ձեր փոխարեն որոշումներ կայացնելու են այլոք, իսկ դուք առաջնորդվելու եք այդ որոշումներով։ Եղեք ձեր կյանքի տերը, վերցրեք ձեր կյանքի ղեկը ձեր ձեռքը ու այն ղեկավարելու միակ տարբերակը ծանոթ լինել այս ոլորտները ինչպես է անհրաժեշտ անցնել։ Եթե դուք ցանկանում եք անցնել այս ճանապարհը անցնցում անցավ, ուրեմն անցեք ծննդյան օրվա, ամսվա և տարեթվի ծրագրերի վերլուծությունը։ Ու ես ձեզ վստահեցնում եմ, որ կյանքում փոփոխությունները հաստատապես սկսվելու են, որովհետև դեռևս չի եղել մարդ, ով վստահել է, եկել է ու անցել է այս ծրագրերը, սակայն չի հաջողել կյանքի որևէ բնագավառում։ Քայլ կատարեք ցանկացած ծրագրի ուղղությամբ, եթե պատրաստ չեք 5 ծրագրերը անցնելու։ Դեպի գումարի ծրագիրը, դեպի մասնագիտական ուղղությունների ընտրության ծրագիրը, դեպի հարաբերությունների ծրագիրը, դեպի եսի անհատականության դրսևորման ծրագիրը։ Ու դուք կտեսնեք, որ փոխվում եք դուք, փոխվում են շրջապատի մարդիկ։ Փոխվում եք դուք և այլ վերաբերմունքի եք արժանանում շրջապատի մարդկանց կողմից։ Մի մնացեք կախյալ հարաբերություններում և մի շտապեք բաժանվել, որովհետև ամենակարճ ճանապարհը անցնել հարաբերությունների ծրագիրը։ Ոչ թե դժգոհեք, որ գումարը չգիտեք, թե ինչպես եք ծախսում, այլ ավելի գրագետ դարձեք այս ոլորտում։ Վերցրեք ձեր գումարի ոլորտի ղեկը ձեր ձեռքը և հասկացեք, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի ավելացնեք այդ գումարի հոսքը և ինչ եք անում, որը արգելափակում է ձեր գումարի հոսքը։ Ու եթե դուք փորձեք անցնել այս ծրագրերը, դուք չեք ունենալու որևէ կորուստ։ Ես վստահաբար, որպես թվային հոգեբան, ձեզ վստահեցնում եմ, դուք այս ծրագրային վերլուծությունն անցնելուց ոչ մի տեսակի, ոչ էմոցիոնալ, ոչ ֆիզիկական, որևէ տեսակի կորուստ չեք ունենալու։ Դուք միայն շահող կողմն եք լինելու թվային վերլուծությունն անցնելու պարագայում։ Եվ այս կետում առաջարկում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ բաժանորդագրված չեն իմ YouTube-յան հարթակին, իմ մյուս սոցիալական հարթակներին, բաժանորդագրվեք, հետևեք, հարցերի դեպքում գրեք, իսկ ամենակարևորը գրանցվեք անհատական խորհրդատվության, որովհետև սա կյանքեր փրկող միջոց է։ Եթե ցանկանում եք օր առաջ փոխել ձեր կյանքի ընթացքը դրականորեն, լավագույն լուծումը անցնելու ծննդյան օր, ամիս, տարեթվի վերլուծությունը։ Ես պատրաստ եմ այս ճանապարհին ուղեկցել յուրաքանչյուրին, ով պատրաստ է։ Գրեք ինձ այս տեսանյութի մեկնաբանության դաշտում կամ զանգահարեք նշված հեռախոսահամարին և միասին կքննարկենք, թե ձեզ որ ծրագիրն է հարկավոր նախ և առաջ անցնելու, որ ոլորտն է, որ ձեզ դուր չի գալիս և դուք այնտեղ բարեկարգելու և բարեփոխելու խնդիր եք տեսնում, ինքնուրույն չեք կարողանում։ Մենք միասին կփորձենք հարթել այդ ճանապարհը։ Ես կտամ հստակ քայլեր և գործիքներ, իսկ ձեզնից գնում է միայն դրանք ուղղակի տանել և կյանքում կիրառել։ Թվային վերլուծությունը բազմաթիվ մարդկանց կյանքեր է փրկել, ու ես վստահ եմ, որ հաջորդը կլինես դու, ում կյանքը հիմնովին կփոխի հենց ծննդյան օր, ամիս, տարեթվի ծրագրերի էկոլոգիապես ճիշտ անցնելը։ Զանգահարեք նշված հեռախոսահամարին և հետևեք ինձ սոցիալական մյուս հարթակներին, որպեսզի կարողանանք անմիջական շփում ունենալ։